Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով, կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navi ընկերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Այսօր քաղաքական ուժերը մեկը մյուսի հետևից դիմում են սահմանադրական դատարան։ Ուժեղ Հայաստան դաշինքն է առաջինը դիմել սահմանադրական դատարան, պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը Facebook-յան իր էջում հայտնել է, որ դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մուտքագրել է ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելության հարցը։ Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից հայտնել են, որ դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության։ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով։ Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել եւ որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ 5 դիմադիր ուժեր ընտրությունների արդյունքները կվիճարկեն Սահմանադրական դատարանում, բացի ուժեղ Հայաստանից ընտրությունների արդյունքները վիճարկում են նաև Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը, Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Վարդան Ղուկասյանի ԴՕԿ-ը, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի Միասնության թևերը։ Երեկ հայտնի դարձավ նաև, որ Հանուն Հանրապետության կուսակցությունը նույնպես դիմում է Սահմանադրական դատարան վիճարկելու 26 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտարարություն է հրապարակվել կուսակցության Facebook-յան էջում։ Ըստ կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումների ծավալը ենթադրության առիթ է տալիս, որ այն ընտրողի կամքի վրա համակարգված ազդեցություն է ունեցել։ Ընտրակաշառքը ոտնձգություն է սահմանադրական կարգի նկատմամբ։ Ընտրակաշառքը հարված է քաղաքացու ազատ կամքին, ընտրական իրավունքի էությանն ու հանրային իշխանության սահմանադրական լեգիտիմությանը, նշված է հայտարարության մեջ։ Այս հարցը Բաբաջանյանի պնդմամբ պետք է քննության առարկա դառնա Սահմանադրական դատարանում։ Նույն հրապարակման մեջ կա նաև կուսակցության հայտարարությունը դրա, եթե ընտրական գործընթացի վրա ազդում են անհավասար պայմանները, կազմակերպված ճնշումները, խեղված մրցակցային միջավայրը, ֆինանսական ու վարչական անհամաչափ ազդեցությունները, տեղեկատվական հարձակումներն ու օտար ազդեցության գործոնները, հարցականի տակ է դրվում ոչ միայն որևէ քաղաքական ուժի օգտին արձանագրված արդյունք, այլև ամբողջ ընտրական գործընթացի սահմանադրական լեգիտիմությունը։ Այսօր առավոտից Երևանում կալանավորումների շարք է սկսվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ կառույցի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու ստանալու դեպքեր։ Այս մասին հայտնում են եւ մանրամասնում, որ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ուժեղ Հայաստանի падգամավորի տեխնացու Աշոտ Եղիազարյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 26 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի հերթական ընտրություններին Ուժեղ Հայաստան դաշինքի օգտին քվեարկելու պայմանով արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100-ից մինչև 500,000 դրամի չափով ընտրակաշառք է տվել, իսկ նշված ընտրողները որոշ դեպքերում գործելով այլ ընտրողների հետ միասին նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր դրամական միջոցների չափով ընտրակաշառք։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում падգամավորի տեխնացու Աշոտ Եղիազարյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասով ընտրակաշառք տալը եւ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, նախաքննությունը շարունակվում է։ Բացի այդ, դատարանի որոշմամբ Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու Ռուսլան Բարսեղյանը կալանավորվել է 2 ամսով։ Նույն դաշինքի падգամավորի տեխնացու Ասատուր Քոչարյանը
Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։ Ավելի վաղ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազի միջնորդությունները Ասատուր Քոչարյանի եւ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։ Միաժամանակ այսօր ձերբակալվել է ազգային ժողովի նախկին падգամավոր Ռուբիկ Հակոբյանը, ըստ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարի նախկին падգամավորը ձերբակալվել է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Քրեական վարույթը վերաբերում է նրան, որ Հակոբյանը ենթադրաբար ատելության, խտրականության կոչ անելու վերաբերյալ հայտարարություններ է արել։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ, բարև ձեզ պարոն Առաքելյան, ինչ է կատարվում պարոն Առաքելյան, ձերբակալություններ, կալանավորումներ, դուք տեսնում եք, ուրեմն կարծեք թե մի իրավիճակ հետընտրական, որտեղ իշխանությունը իրավապահ համակարգը գնում է ավելի ռադիկալ քայլերի, ինչպես եք գնահատում, թե սրանք հանրության մոտ ուրեմն տպավորություն ստեղծելու քայլեր են։ Ես չեմ կարծում, որ ռադիկալ քայլեր են, այլ տրամաբանական շարունակություն, որը մենք տեսել ենք գրեթե ամբողջ նախընտրական ժամանակահատվածում եւ դրանից առաջ նույնիսկ մենք տեսել ենք թե ինչպիսի ընտրակաշարքի դեպքեր են բացահայտվել եւ բնականաբար այդ ընթացքում էլի բացահայտումներ եղել են իրավապահ մարմինների կողմից, ուղղակի ձերբակալությունները հիմա են տեղի ունենում, այնպես որ սա նորմալ գործընթաց է։ Տեսեք, անընդհատ վերջին շրջանում մենք հիշում ենք վարչապետը ինչպես է պնդել, որ ընտրակաշառատուները կոնկրետ անուններ, մականուններ նշելով օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության են ենթարկվելու։ Դուք գիտեք նաև դատախազության միջնորդությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, գործը գիտեք 2004-2009 թվականներին էր վերաբերում այս բոլոր հայտարարությունները, ուրեմն քաղաքական հայտարարությունները որքանով են ազդեցություն ունենում նույն իրավապահ համակարգի վրա, պարոն Առաքելյան, որովհետև իշխանության ներկայացուցիչներն էլ այսօրին մեր տաղավարում ասում են, որ քաղաքացիների կողմից օբյեկտիվ պահանջ կար, ուրեմն այս անձանց ձերբակալված տեսնելու։ Տեսեք, մենք ունենք իրականում այսպիսի իրողություն, երբ որ այո, իրականում ես անձամբ մասնակցել եմ նախընտրական քարոզարշավին եւ իսկապես քաղաքացիները նման պահանջ ունեն այսօր, այդ պահանջը ունեցել են նաև նախկինում եւ վստահեցնում եմ, որ քաղաքացիների համար առաջին պահանջը իրավապահ մարմիններից են մարդիկ, ովքեր ապօրինություններ են թույլ տվել իրանց ուրեմն օրենքի շրջանակներում ուրեմն համապատասխան գործողություններ իրականացնել, բայց դրան զուգահեռ նաև մենք տեսել ենք ընտրակաշարքի մասսայական դեպքեր եւ փաստացի այսօր իրապահ մարմինները զբաղված են այդ հանցագործությունները բացահայտելով եւ այդ հանցագործությունների ենթադրյալ մասնակիցներին ձերբակալություններով հետագայում մենք բնականաբար կտեսնենք նաեւ դատական process-ներ, գործընթացներ, որտեղ այս հավաքագրված փաստերի հիման վրա կայացվեն նաեւ դատական որոշումներ։ Այնպես որ այո, ես համամիտ եմ այն պնդմանը, որ մեր քաղաքացիները սա պահանջում են, մեր քաղաքացիները նաեւ միգուցե նախ եւ առաջ նաեւ սրա համար են մանդատ տվել։ Իհարկե կա նաև քննադատություն նախկինի հետ կապված, այսինքն նախկին ուրեմն գործողությունների հետ կապված քաղաքացիները հատկապես քննադատում են, օրինակ ասում են, ինչ գործ ունի Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ, ինչ գործ ունի մյուսը ազատության մեջ, որ ոչ միայն ազատության մեջ են, այսօր նաև առաջադրվել են եւ ըստ էության երկրորդ քաղաքական ուժն է խորհրդարանում։ Այո, երկրորդ քաղաքական ուժն է խորհրդարանում։ Սրանք լեգիտիմ հարցեր են, որոնք բարձրացվում են մեր քաղաքացիների կողմից, եւ ես կարծում եմ, որ մենք ժամանակն է, որպեսզի մենք մեկը միշտ այս հարցերին պատասխան տանք, լուծումներ տանք, այն որ որքան էլ լինենք ժողովրդավար, որքան էլ լինենք, չգիտեմ, փորձենք հնարավորինս այնպես անել, որ այս ամենը տեղի ունենա ժողովրդավարության շրջանակում, բայց այնուամենայնիվ մենք կարող է գա ինչ-որ մի պահ, երբ որ իսկապես գործ ունենանք արդեն ազգային անվտանգության սպառնալիքների հետ եւ ես կարծում եմ մենք պետք է սրանից հետեւություններ անենք եւ մեր քաղաքական անվտանգության սպառնալիք քաղաքական ուժերի տեսքով ճիշտ եմ հասկանում, քաղաքական ուժերի տեսքով
քանի որ մենք ակնհայտ տեսել ենք, թե քաղաքական ուժերը որտեղից են ուղղորդվում, ինչպիսի շահեր ունեն, որտեղ են իրենց հիմնական կենսական շահերը, եւ մեր օրենսդրությունը պետք է նախ եւ առաջ համապատասխանեցնենք այդ սպառնալիքներին, որպեսզի ամեն մի ուրեմն խոպանում 2 կոպեկ աշխատածը չգա եւ Հայաստանի քաղաքական դաշտում չփորձի կայանալ Հայաստանի պետության ու քաղաքացիների ուրեմն հաշվին, ինչպես նաեւ բնականաբար շատ կարեւոր հանգամանք է, որպեսզի նաեւ դրսում ապրող մեր հայրենակիցները, ովքեր տարիներով Հայաստանում չեն լինում, ուղղակի այսպես հերվից հետևում են հայկական հայաստանյան իրադարձություններին, ինչ որ այլ ազդեցությունների ներքո չգան եւ ելի չորոշեն Հայաստանում ապրողների ու Հայաստանի ճակատագիրը։ Իսկ այդ օրենսդրական նախաձեռնությունը, որ վերջին 1 տարվա ընթացքում պետք է գոնե 6 ամիս Հայաստանի Հանրապետությունում ապրած լինի քաղաքացին, սա իրավիճակի վրա կունենա ազդեցություն, կարծում եք։ Իհարկե կունենա ազդեցություն, բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ դա օրենսդրական նախաձեռնություն է, որը ընթացս կվերամշակվի, այսինքն սա նախնական տարբերակն է։ Ես կարծում եմ կլինեն առաջարկներ թե առողջ քաղաքական ուժերի եւ թե քաղաքացիական հասարակության կողմից եւ վերջնական տարբերակում այնուամենայնիվ մենք կունենանք այնպիսի օրենք, որը հնարավորինս կնվազեցնի այդ սպառնալիքները, պետք է նաև հասկանանք, որ այստեղ օրենքով 100% կարգավորել այդ դաշտը հնարավոր չէ, քանի որ այստեղ պետք է նաև որոշակի քաղաքական մշակույթի ու մեր քաղաքացիների, մեր հայրենակիցների քաղաքական պետական ինքնագիտակցության վրա նաև հույս դնենք, այնպես որ սա այո զգալի առումով կնվազեցնի այդ ռիսկերը, բայց բնականաբար 100% այդ ռիսկերը վերացնելու հնարավոր չէ։ Հնարավոր չէ մինչև ընտրություններ դա անել, ոչ թե մայիսին, այլ ավելի վաղ, որովհետև մենք ընտրակաշառքի մասին կամ ընդհանրապես հիշում ենք նաև արտաքին հետախուզության ծառայության զեկույցը 1-2 անգամ հրապարակվեց, դեռ հունվարից սկսած 1-2 անգամ եղա, որտեղ անդադ այդ արտաքին միջամտության ազդեցության ուրեմն ուղղորդումների մասին դրսում հայերի ուրեմն արձանագրումներ կային, ինչու սպասեցինք այս ամենը տեղ ունեցավ նոր հիմա քայլեր են իրականացնում։ Մասն եթե չեմ սխալվում, վարչապետը պարզաբանում տվել է հենց այդ հարցին, իհարկե հնարավոր էր մինչև այս անել, բայց միևնույն ժամանակ դրան զուգահեռ նաև կար մեծ քննադատություն, որ մեր հայրենակիցներին ուրեմն արգելվում է ովքեր որ քաղաքացի են գան եւ ընտրություն կատարեն, եւ վարչապետը հայտարարեց, որ ինքը այո խոստացել էր, որ իհարկե խոցելի էր համարում ընտրություններից անմիջապես առաջ սա անել, այսինքն 1-2 ամիս առաջ անել, եւ հայտարարեց, որ խոստացել էր, որ ընտրություններից անմիջապես հետո այս հարցին լուծում կտրվի եւ ինչպես տեսնում եք օրենսդրական նախաձեռնությունը կա։ Ես կարծում եմ, որ այո ժամանակն է, որպեսզի մենք շատ այսպես այս երևույթներին ուշադիր հետևենք եւ լրջությամբ վերաբերվենք, քանի որ կրկնեմ, մարդիկ ովքեր ապրում են դրսում, մարդիկ ովքեր որոնց կապիտալը դրսում է հատկապես, իրենք բնականաբար ունեն այլ շահեր, այլ ազդեցություններ եւ մենք պետք է հնարավորինս նվազեցնենք այդ ազդեցությունը մեր ներքաղաքական կյանքի վրա։ Լավ, պարոն Առաքելյան, տեսեք, Ռուսաստանը չի ճանաչում ընտրությունների արդյունքները, հայտարարում են այնտեղից, հա, մինչև այս պահն էլ կասկածներ ունեին, հիմա էլ հայտարարում են դե չեն ճանաչում, բայց կշարունակեն ըստ էության աշխատել Հայաստանի իշխանությունների հետ։ Մենք տեսնում ենք հարաբերություններ, որոնք այսպես սառույցը հալելու միտում դեռ չկա։ Ինչ է սպասվում հայ-ռուսական հարաբերություններին, ի վերջո կսկսի որոշակի տեղաշարժ դրական առումով, թե ոչ, թե հիմա էլ կսպասեն օրինակ սահմանադրական դատարանի որոշմանը։ Ես չգիտեմ ինչին են սպասելու, բայց ինչին էլ որ սպասեն, իրենց հիասթափությունները սպասվելու, քանի որ իրենց սպասելիքները հաստատ չեն արդարանա, Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր ընտրությունը կատարել է, որքան էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն փորձել են ելակով, պոմիդորով, բադրջանով վախեցնեն, միևնույն է, իրենք նախ ուրեմն թերագնահատել են Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժանապատվությունը, մտածելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչ որ բադրջանը կփոխարինի, ասենք, իր պետականության, անկախության եւ ժողովրդավարության հետ, բայց իրենք հերթական անգամ համոզվեցին, որ
Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախ եւ առաջ կարևոր էր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը եւ արժանապատվությունը։ Այդ խմբակները շատ է խոսում արժանապատվության մասին։ Երևի Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների արժանապատվությունը չափել են այդ խմբակների հետ ունեցած իրենց հարաբերություններով ու այստեղ իրանք սխալ են հաշվարկել, քանի որ այս ընտրություններով հերթական անգամ եւ վերջնական անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ասեց դրսի եւ այդ դրսի ուղարկված այս ներսի ուժերին, որ իրենց չեն մոլորեցնի, իրենց չեն խափի ու իրենց պետականությունը, անկախությունը եւ ժողովրդավարությունը առաջնային է մնացած բոլոր հանգամանքների հետ համեմատած ու այո, չգիտեմ որտեղ ինչին կսպասեն, դա իրենց խնդիրն է, բայց կրկնեմ, այլևս ընտրությունները իրողություն են։ Ինձ համար թերևս Դուք կարծում եք Սահմանադրական դատարանը, այդ տեսեք Սամվել Կարապետյանը նաև երկրորդ փուլի մասին իրենց պահանջն է Սահմանադրական դատարանից, կարծում եք Սահմանադրական դատարանը այլ որոշում չի կայացնի։ Տեսեք, Սահմանադրական դատարանը ամեն ինչ հնարավոր է, բայց Սահմանադրական դատարանը այն հիմքերը, որոնք իրենք ներկայացրել են, ես կարծում եմ ու համոզմունք ունեմ, որ այդ հիմքերով Սահմանադրական դատարանը որևէ որոշում չի կայացնի, եւ ես կարծում եմ, որ անկախ ամեն ինչից այս ուժերը եւ իրանց այսպես դրսի հովանավորները պետքա վերջնականորեն հասկանան, որ այդ շանտաժով, չգիտեմ, հիբրիդային կամ ապատեղեկատվությամբ եւ այլնով Հայաստանում այլևս իրենք հնարավորություն չունեն կամ նույնիսկ փողով, հա, իրենք Հայաստանում հնարավորություն չունեն իշխանություն վերցնելու կամ հեղաշրջում իրականացնելու։ Այս ուժեղ հանրահավաքի են պատրաստվում այսօր 3 ավելի ճիշտ իր այսպես ասուլիսում հայտարարեց Սամվել Կարապետյանը։ Հանրահավաքն ըստ էության, տեսեք, իրենք հայտարարում են, որ ընտրությունները այսպես, չգիտեմ, կեղծված են, թե լեգիտիմ Ու վերջնական չեն ասում, մանդատները վերցնելու են, թե ոչ։ Տեսեք, եթե ընտրությունները այդպեսին լինեին ու իրենք իսկապես ունենային իրականում այն 500,000 քվեն, որը իրանք այսօր ֆիքսվել է փաստացի, հա, գաղափարական է այդ ընտրողները ընտրազանգված ունենային, հիմա դրանցից տասնյակ հազարավորները պետքա փողոցում հայտնվեին ու պայքարեին այդ կեղծված, հա, այսպես ընտրությունների դեմ, բայց քանի որ ակնհայտ է, որ այդ էլեկտորատը իրանց ձայն է տվել կոնկրետ մեծամասամբ փողով եւ այլ շահերով, ապա հասկանալի է, չէ՞, որ փողով ընտրություն կատարածը չի կարող գնալ փողոց եւ գաղափարական պայքար տանել։ Եվ հետեւաբար իրենք ինչ հանրահավաք ուզում են կազմակերպեն, դրանից առաջ կհիշեք իրենք բանին Սամվել Կարապետյանին հրճակել էին, հա, վարչապետ ու դիմում էին, ասենք, վարչապետով։ Ասում են հիմա էլ են ասում, եթե կեղծված չլինեին ընտրությունները, Սամվել Կարապետյանը վարչապետ կլինի։ Ուրեմն եթե այս ամբողջ ընտրական գործընթացներում փողի նման մասշտաբային բաժանում չլիներ, հավաստիացնում եմ ձեզ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կստանար ուրեմն սահմանադրական մեծամասնություն։ Այդ դեպքում ինչու՞ չի դիմում Սահմանադրական դատարանը։ Դե համենայն դեպս կան ձերբակալություններ, կան փաստեր, դրանք դեռևս պետք է դատական կարգով հաստատվեն եւ դրանից հետո կհասկանանք, թե այդ մասշտաբները ինչպիսին են եւ ինչ է հնարավոր անել։ Այն որ մենք պետք է հնարավորինս այսօր արդեն իսկ աշխատենք, որպեսզի հետագայում այդ ընտրակաշառքի դեպքերը զրոյական լինեն, դա փաստ է, թե օրենսդրական ճանապարհով, թե քաղաքական ճանապարհով, թե այլ ճանապարհներով, չգիտեմ, բայց մենք պետք է գտնենք ձևը այդ գումարի դեմը առնելու, որպեսզի կրկնեմ, հետագայում մենք ազգային անվտանգության սպառնալիքների առջև չկանգնենք։ Պարոն Առաքելյան, ձեր գնահատմամբ այս խորհրդարանը ուրեմն հենց այս կազմով էլ կձևավորվի, նկատի ունեմ Բարգավաճ Հայաստանը որևէ շանս չի ունենա, թեև օրինակ նույն Սամվել Կարապետյանն էլ երեք ասում էր, որ ամեն ինչ արեցին, որ Բարգավաճ Հայաստանը չհայտնվի խորհրդարանում, եւ այս կազմով խորհրդարանը արդյոք կունենա երկար կյանք, որովհետեւ անդադ նաեւ այս հարցն է քննարկվում, մի դեպքում նշվում էր, որ ամեն ինչ արեցին Բարգավաճ
Բարգավաճ Հայաստանին թույլ չտալու, որպեսզի ճգնաժամային իրավիճակ հաճախ խորհրդարանում չառաջանա դատավորների, ուրեմն դատախազների եւ այլնի հետ կապված։ Տեսեք, այնտեղ եթե նույնիսկ Բարգավաճ Հայաստանը լիներ, ընդհանրապես դատախազի, գլխավոր դատախազի խնդիրներ, մնացած պաշտոնյաներին առաջի փուլի, հա, այդ 2/3-ից հետո կար երկրորդ փուլ, որով պարզ մեծամասնությամբ կարող են քվեարկել, այնպես որ մեծ առումով ճգնաժամի խնդիր չէր լինելու։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանը երկար տևելու կամ այս կազմով, ես չգիտեմ, մեր կազմի հետ խայտարակ ավելի խայտարակ խորհրդարան է լինելու, մեր կազմի հետ կապված մենք խնդիր չունենք, իրենց կազմի համար թող իրենք մտածեն, մենք ունենք որակյալ մեծամասնություն, դա բավարարել իշխանությունը ըստ էության կառավարությունը միասնական ձևավորելու եւ իշխանությունը ամբողջությամբ իրացնելու համար մնացածը պետք է իրենք մտածեն, թե ինչ որակի մարտիկ են ուղարկում խորհրդարան։ Լավ, պարոն Առաքելյան, ի վերջո մենք տեսնում ենք նաև ընդդիմություն, որը շարունակում է ուրեմն այդ 300,000 ադրբեջանցիների թեզը ուրեմն առաջ տանել, մենք տեսնում ենք արևմտյան Ադրբեջանի խոսույթ այսօրերում նույն Ադրբեջանում, ինչ ուրեմն ծավալների է հասնում։ Ի վերջո ընդդիմության խոսույթը որքանով կապ ունի իսկապես իրական գործընթացների հետ եւ պիտի լինի հայկական կողմից արձագանք թե ոչ, օրինակ նույն հենց այս օրերին ուրեմն այդ արևմտյան Ադրբեջան ուրեմն եզրույթի հետ կապված հայտարարություններին, համաժողովներին, որտեղ անընդհատ շեշտվում է արևմտյան ադրբեջանցիների իրավունքի մասին, որ պիտի գան, ուրեմն եւ շատ անվտանգ այս տարածքում ապրեն։ Ես կարծում եմ, որ մենք ադրբեջանական այդ խոսույթը չպետք է բերենք մեր իրականություն, բայց միևնույն ժամանակ այս ընդդիմություն կոչեցյալը իրենց հիմնական քաղաքական շեշտադրումները, հա, հենց այդ 300,000 ադրբեջանցիների թեման էր, ու իրենք փորձում են դրանով վախի մթնոլորտ ստեղծել մեր հասարակության մեջ, ակնհայտ էր նաև, որ սա նաև դրսից ձևավորված այսպես խոսույթ էր, որը իրենց հրամցվել էր եւ ասել էին, որ պետք է մշտապես կրկնենք ու իրենք կրկնում էին։ Դա երբեմն այսպես ակնհայտ էր, որ այնքան արհեստական է թվում, որ բայց միևնույն ժամանակ այս ընդդիմությանը ձեռնտու չի, որպեսզի այդ խոսույթը դուրս գա շրջանառությունից։ Քանի որ դուք տեսաք իրենք խոս տվեցին 300,000 աշխատատեղեր, չգիտեմ, ինչ հարկային արտոնություններ եւ այլն, իրենք տեսան ընթացքում, որ դա չի աշխատում, այսինքն մարդիկ չեն հավատում դրան։ Եվ իրանց միակ այսպես ըստ էության կռվանը կամ միակ այսպես ձայն հավաքելու միակ այսպես միջոցը եղավ այդ 300,000 ադրբեջանցիների թեման շրջանառելը եւ դա որոշակի այսպես ձայներ իրենց բերեց, քանի որ ինչ որ պահի մեր քաղաքացիների մոտ որոշակի վախեր առաջացրեց դա, բայց բարեբախտաբար մենք կարողացանք ամբողջ քարոզարշավի ընթացքում դա նվազագույնի հասցնել եւ քաղաքացիների ճշգրիտ մեծամասնությունը հասկացավ, որ սա նույնպես կեղծ թեզ է, բայց կրկնեմ, ուրեմն այս թեզը հայկական իրականության մեջ շրջանառելու հարցում այս ընդդիմադիր ուժերը ավելի շահագրգռված են, քան ադրբեջանական կողմը։ Քանի որ եթե այս թեզը չլինի, ապա իրենք այլևս ասելու բաներ չեն ունենա։ Դրա համար իրենք Հայաստանում անելու են հնարավորինս ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանում մշտապես խոսեն այդ արևմտյան Ադրբեջան կոչվածի ու 300,000 ադրբեջանցիների մասին։ Իրենք ամեն կերպ փորձելու են Ադրբեջանին թե տարածքային պահանջներ ներկայացնել, թե չգիտեմ Ղարաբաղի հարց բարձրացնել, թե վերադարձի հարց բարձրացնել, որպեսզի դրան հայելային կերպով արձագանքի Ադրբեջանը 300,000 ադրբեջանցիների ու այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզերով, որպեսզի իրենք այդ թեզերը վերցնեն շրջանառեն եւ որոշակի քաղաքական դիվիդենտներ շահեն հայկական քաղաքական դաշտում։ Շնորհակալ եմ, պարոն Առաքելյան։ Առաջինի տաղավարում զրուցում էի քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։